Հարագիր նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Արդին է, ես Աննա Մեկունցն եմ և այսօր իմ հյուրն է բանասեր արձակագիր Արփինե Այգը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ իմ հրավերը ընդունել եք։ Շնորհակալություն, որ հրավիրել ես։ Արփինե ջան, նախ հատուկ նրանց համար, ովքեր քեզ չեն ճանաչում եւ առաջի անգամ են քեզ այսօր տեսնելու, ինչու հենց Այգ։ Դա ինձ արդեն 5 տարուց ավել հարցնում է։ Այո։ Որովհետև նախ Այգ դա արդեն իսկ իմ անունն է, առանց որևէ բացատրության, բայց եթե հատկապես բացատրություն է անհրաժեշտ, ուրեմն Արփինե Յուրիի Գալստյան։ Շատ ընտիր։ Արփինե ջան, քո վեպերը միշտ ուշադրություն են գրավում իրենց յուրօրինակ վերնագրերով, ինչպես է հաջողվում քեզ մտածել նման տեսակի ունիկալ վերնագրեր։ Քեզ մոտ առաջինը ի՞նչն է ծնվում՝ կերպարը, վերջաբանը, թե վերնագիրը եւ ըստ այդմ դու սկսում ես գրել։ Քո նշած 3-ից ոչ մեկը ինձ մոտ առաջինը չի ծնվում։ Շատ լավ է դա։ Իրենք իրենց որոշում են, թե ինչ հերթականությամբ ծնվեն, իսկ վերնագրերի մասով ընդհանրապես ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե այդ վերնագրերը ոնց են իմ գլխում հայտնվում։ Նույնիսկ եղել է, որ արդեն գիրքը համարյա պետք է տպագրվի, բայց դեռ չունի վերնագիր, բայց ես սովորել եմ, քանի որ փորձը արդեն կա, եւ չեմ շտապում, ու գիտեմ, որ վերնագիրը ծնվելու իր պահը ունի։ Իսկ ընդհանուր առմամբ վերջաբանի հետ կապված ես միշտ համեմատական եմ տանում ծննդաբերության վերջին շաբաթի հետ, որ կինը ինչքան էլ գիտի, որ պատկերացնենք մնացել է 1-2 շաբաթ, որ ինքը ծննդաբերի, բայց չգիտի երբ է դա տեղի ունենալու հատկապես, ու շատ տանջալի է ինձ համար ցանկացած իմ վեպի վերջաբան, որի մասին ես գաղափար անգամ չեմ ունենում, այն աստիճանի, որ եղել է իմ այս վեպից առաջվա վեպը օգներ ինձ մեռնելը, վերջաբանի փոփոխություն տպելուց ընդամենը վայրկյաններ առաջ։ Եվ այդ փոփոխությունը ընդամենը եղել է մի քանի նախադասությամբ, ավելացնելով եւ պակասելով, բայց դա գրքի իմաստային այնպիսի փոփոխություն է իրականացրել, որ նույնիսկ ես ապշել եմ։ Իսկ առհասարակ արդեն իմանալով ինձ իմ գրելու ճանապարհը կամ ընդհանրապես ոնց է տեղի ունենում ինձ հետ ծնունդը իմ վեպերի, ես սկսում եմ չանհանգստանալ, երբ որ իմ գլխում չկա վերջաբան։ Ես գիտեմ, որ վերջաբանը շատ իմ գրքերի դեպքում չափազանց կտրուկ եւ անսպասելի է անգամ ինձ համար, ինչպես նաեւ ընթերցողները, որ ասում են դե լավ, հա, վերջում այս ոնց է սա մտածել կամ ինչի սենց եղավ եւ այլն, բայց դա իսկապես ինձնից կախված չէ, ու երկունքի ցավ է իսկապես վերջաբանը ցանկացած վեպի պարագայում իմ դեպքում։ Ես համբերատար, սիրով իհարկե նաև տանջվելով սպասում եմ, որ այդ վերջաբանը ծնվի։ Ու հետաքրքիրը որն է, որ երբ վերջաբանը տեղի է ունենում, այսինքն ծնվեց, իմ գլխում հայտնվեց եւ ես դա վերարտադրեցի, ես ինքը շիվար եմ, հա, մնում դրանից։ Օրինակ հիմա այս գրքի պարագայում 1000 բան էի մտքով անցել որպես վերջաբան, թե ոնց ոչ թե ճիշտ կլինի, այլ ոնց ուզում գիրքը, որովհետև հատկապես այս գիրքը, որ իմ առաջին երրորդ դեմքով գրված վեպն է, ընդհանրապես ինձ համար լրիվ նորություն էր, լրիվ նոր աշխարհ էր, նոր ճանապարհ, նոր բացահայտումներ որպես հեղինակ, որովհետև սա իմ առաջին գիրքն էր, որը իմ կառավարումից ամբողջովին դուրս էր։ Ու վերջաբանը երբ ծնվեց, ես 2 շաբաթ ավելի ուժեղ ստրես ունեցա, ավելի ուժեղ ապրումներ ունեցա, քան այն ամբողջ 2 տարին, մոտ 2 տարին, երբ ստեղծում էի ամբողջ գիրքը։ Ու ովքեր կկարդան գիրքը, իմ այս խոսքերը կհասկանան վերջաբանին հասնելու պահին։ Քո նոր գրքի մասին մենք դեռ կխոսենք, բայց դու մինչ այդ պատմում էիր, որ ծայրահեղ ծանր հոգեվիճակում բառացիորեն արյունովը ես գրել օգնիր ինձ մեռնել գիրքը։ Մի քիչ խոսենք այս գրքի ստեղծման պատմության մասին։ Օգնիր ինձ մեռնելը պատճառը թե ինչու է այդպես ծայրահեղ հոգեվիճակ ինձ մոտ առաջացել այն է, որ ես ուրիշների ապրումները ավելի ծանր եմ տանում, քան ինձ հետ պատահած ընդհանրապես դեպքերն ու հոգեվիճակները, որոնց մեջ ես ծայրահեղ եւ ասեմ, որ ազատվելը, չնայած դա մի փոքր սխալ բառ է, ապրելը այդ էմոցիաները, կատարվածը, շոկը, եթե ինձ հետ է, ես դա շատ արագ եմ անում,
որովհետև ես ճանաչում եմ ինձ, հա, երբ պատկերացնենք դեպրեսիան կամ ծանր հոգեվիճակը ինձ հյուր է գալիս, ես դեմքով իրան գիտեմ։ Մենք շատ լավ ընկերներ ենք իրար հետ, հա, զրուցում ենք, վերլուծվում ենք եւ անցնում ենք առաջ, բայց երբ որևէ շոկային կամ ծանր դեպք տեղի ունեցել հատկապես կնոջ հետ, որովհետև ինձ համար կա կին տղամարդ, երկու սեռ, բայց աշխարհ կին, կնոջ աշխարհը ինձ համար դա ոչինչի հետ համեմատական եզրեր չունի։ Եվ եթե որևէ կնոջ ցավի հետ ես առերեսվում եմ, ու կապ չունի այդ կինը առհասարակ ինձ հարազատ է, ես նրան ճանաչում եմ, թե չէ, պարզապես հանգամանք է եղել եւ ես առնչվում եմ նրա ցավին կամ ականատես եմ լինում, դա շատ երկար է մնում իմ ոսկորների մեջ։ Եվ հնարավոր է, որ իմ գլխից դա այնքան ժամանակ դուրս չգա, մինչև ես ամբողջությամբ այդ puzzle-ը հավաքեմ, վերարտադրեմ, ես չեմ ասում, որ ամեն բան ինչ պատահում է եւ ինչին ես ականատես եմ լինում, գիրք է դառնալու, բայց կոնկրետ օգնիր ինձ մեռնելը, ես գրել եմ հենց այն շրջանում, երբ ծայրահեղ շատ էի հանդիպում եւ ականատես լինում կանանց, որոնց ներսում կա այն կինը, որ շատ է խանգարում, որ իսկապես իրենք ապրեն, այսինքն օգնիր ինձ մեռնել վերնագիրը, որևէ մեկին օգնելու կանչ չէ, որ մարդը մահանա, այլ կանչ է եւ ուղերձ է, որ մահանա այն հատվածը կնոջ ներսում, որ իրեն խանգարում է լինել իսկապես այն կինը, որը ընտրում է իրեն։ Մահանա եւ վերածնվի միանշանակ եւ ցանկացած վերածնունդ բնականաբար մահվան գնով է, այլ տարբերակ չկա։ Դե բնականաբար Ֆենիքսի պես։ Այո։ Սատանան կին է Վեներայից, օգնիր ինձ մեռնել, ում են հասցեագրված քո գրքերը, ինչ առանձին կոչեր են կրում իրենց մեջ, առանձնապես կանանց համար, դե արդեն մի փոքր նշեցիր, բայց նաև առանձնապես տղամարդկանց համար։ Դա էլ կուզենայի դու նշես, որովհետև ինչպես դու նշեցիր, առանձնացնում ես կին եւ տղամարդ։ Օրինակ, ինչպիսի արձագանքներ է ստանում տղամարդկանցից որպես այդպիսին։ Առաջին հարցիդ պատասխանեմ, իմ գրքերը մարդու մասին են, եւ եթե ուզեն, հա, այդպես ես ասեմ, որ կնոջ մասին են, ոչ, կյանքի մասին են եւ մարդու մասին են, որովհետեւ կյանքը կինն է ընդհանրապես, ու մեկ անգամ որ զրուցում էինք Հակոբ Մովսեսի հետ, մի հետաքրքիր արտահայտություն արեց, որ եթե տղամարդը չի ճանաչել կնոջը, նա չի ճանաչել կյանքը։ Ես բացարձակ եմ համարում այդ միտքը համենայն դեպս իմ տեսանկյունից նույնպես այդպես է, եւ իմ գիրքը մարդու մասին է։ Ինձ համար արժե համակարգը, որը ես պատկերացնում եմ, որ մարդը պետք է ունենա, այդ արժե համակարգը սեռերի մեջ չի տարանջատվում։ Եվ ընդհանուր առմամբ կնոջ աշխարհը ճանաչելու հնարավորություն է իհարկե իմ գրած վեպերը, ինչպես նաև ասել է իմ սիրելի Աշոտ Աղաբաբյանը, ու կնոջ աշխարհը ճանաչելը մեծ հաշվով շատ հեշտ է։ Ես չեմ ասում, որ հասկանալն է հեշտ, որովհետև հասկանալ ամեն մեկը հասկանում է ցանկացած բան այնպես, ինչպես իր գիտակցական մակարդակն է, հա, նրա տեսողությունը ցանկացած մարդու իր գիտակցական մակարդակից է, ոչ թե դիմացինի ով լինելուց։ Այո, ճիշտ է։ Ահա, իսկ տղամարդկանց արձագանքը, որպես այդպեսին ես ինձ հայտնի չէ այնքանով, որ ինձ հետ ամենայն դեպս կապի դուրս չեն եկել հենց հստակ տղամարդիկ, որ օրինակ կարդացել են, եղել են դեպքեր։ Ես գիտեմ ինձ թաքուն կարդացող տղամարդկանց։ Թաքուն։ Այո։ Համենայն դեպս դեմ չեմ, թող կարդան, ոչ մի վնաս իրենց դրանով չեն տա, եթե օգուտ չտան։ Ու այդ կարծրատիպը, թե եթե կինը գիրք է գրում, կապ չունի, հա, արձակ է, պոեզիա է, դա կանանց համար է միայն, ոչ։ Իմ խիստ օբյեկտիվ կարծիքով կինը հատկապես գրում է այն, ինչ կուզեր, որ տղամարդը հենց հասկանար, հա։ Այո, բացատրում է։ Այո, ու հետաքրքիր է, որ հերոսները եւ հերոսուհիները իմ գրքերի մեջ, որոնք քիչ են իրականում, այս գիրքը առաջին գիրքն է, որի մեջ մի փոքր շատ են հերոսները եւ գործողությունները, բայց նախորդ երկու վեպերում դրանք շատ քիչ են եւ գործողություններն էլ, հա, հիմնականում չկան։ Այստեղ ինձ միշտ հարցնում են, դա դու ես, պատկերացնենք, կին հերոսուհուն, ես ուզում եմ, որ սկսի մարդկանց մտքով անցնել, որ տղամարդ հերոսներն եմ ես,
այդտեղ, որովհետև այն տղամարդ հերոսներին գաղտնիքներ են թվում, ես չեմ թաքցնում դա, որովհետև եթե ես ստեղծում եմ մի տղամարդ հերոսի, որին սիրահարվում են իմ ընթերցողները եւ ասում են, «Օй, ոնց հանդիպենք այսպիսի տղամարդու»։ Այո, ես այդ հերոսների մեջ, այդ տղամարդ հերոսների մեջ դնում եմ այն հատկանիշները, որ ես ունեմ։ Եվ դա սեր չի ճանաչում, նորից եմ ասում, հա, ընդհանրապես որ պարագայում է մարդը լինում, որ դեպքում են, հա, ձգվում մարդուն, երբ ապահովության հոտ է գալիս, շատ կոպիտ ասած, իսկ ապահովության հոտ գալիս է այն մարդուց, ով ունի պատասխանատվության զգացում սեփական կյանքի հանդեպ, եւ ունակ է սիրելու, գիտեք ինչ պատճառով, որովհետեւ ինքն իրեն է սիրում։ Այն մարդը, ով իրեն չի սիրում եւ չի ընդունում, ինքը երբևիցե չի կարողանալու սիրի կամ ընդունի ցանկացած մեկի, եւ այստեղ սեռը ընդհանրապես նշանակություն չունի։ Արփինե, դու քո խոսքի մեջ նշեցիր, որ դու քեզ լավ ես ճանաչում, դա շատ կարևոր է։ Այսպիսի մի հարց, ինչպես ես գտել ինքդ քեզ մոտ տանող ճանապարհը, որպես գրող եւ որպես կին, եւ ինչ է այդ ճանապարհը քեզ սովորեցրել։ Ինքս ինձ տանող ճանապարհը ես չեմ գտել, կյանքն է ինձ ստիպել, որ ես հայտնվեմ այդ ճանապարհին, որովհետև ես դա ենթագիտակցորեն ուզել եմ, հիմա արդեն վստահ եմ։ Ու ինքս ինձ լավ եմ ճանաչում ոչ թե իմ շնորհիվ, այլ մարդկանց սխալների եւ փորձությունների, որ իմ կյանքում իրականացրել է կյանքը։ Ու հաճախ այդպիսի տարածված արտահայտություն կա, որ շնորհակալ եմ մարդկանց, որոնք ինձ ցավեցրեցին, պատկերացնենք վատ վարվեցին ինձ հետ եւ դրա արդյունքում ես այս դարձա, այն դարձա եւ այլն, ես պաշտոնապես այդ մարդկանց շնորհակալ չեմ։ Այո։ Եվ ընդհանրապես չէի ուզի, որ այդ մարդկանց օգնությամբ ես ինձ բացահայտեի։ Ես ինձ բացահայտելու ավելի էսթետիկ, ավելի մեղմ եւ ավելի կնոջը համապատասխան նուրբ միջոցներ կընտրեի, բայց ցավոք այն կարծրատիպը թե ընտրությունը մերն է նույնպես հերքվել է իմ կյանքի փորձով, մենք ոչինչ էլ չենք ընտրում։ Այն ճանապարհը, որը մենք անցնում ենք, արդեն մեզ համար նախապատրաստված է, եւ եթե նույնիսկ մենք չուզենք անցնել դրանով, մեզ ստիպելու են անցնել դրանով, եւ այն բոլոր մարդիկ, որոնց մենք հանդիպելու ենք ու մեզ համար լինելու են դաս կամ նվեր, կամ դաս եւ նվեր միաժամանակ, այդ մարդիկ մեր հայրիներն են լինելու, որ մենք մեր բոլոր թույլ կողմերը, բոլոր այն թաքուն անկյունները, որ ինքներս մեզնից նույնիսկ թաքցնում ենք, առերեսվենք, ընդունենք եւ չհերքենք դրա գոյությունը ու դրա արդյունքում մեր puzzle-ը, մեր ներքին puzzle-ը կտոր հավաքելով մի օր կանգնենք այն հայելու առաջ, որ ոչ թե ասենք վերջացած է իմ ճանապարհը ինքնաճանաչողության, որովհետեւ դա վերջ չունի, այլ ասենք ես արդեն ամբողջական եմ եւ արդեն ինձ հետ ինչ էլ պատահի, ես ձևը գիտեմ, ոնց դրա տակից ես դուրս կգամ եւ կապ չունի այդ պատահածը լավ բան է թե վատ բան է, որովհետեւ գիտես մարդիկ լավ բաներին նույնպես չեն դիմանում։ Երբեմն պատահում է։ Այո, որովհետեւ այդ լավ բանը հաճախ նաեւ դու ես լինում, պատահում ես մարդու հետ եւ նա չի դիմանում։ Եվ ինչու՞ չէ, դու էլ այդ դեպքում ես ծառայում որպես հայերի մարդու համար, որ հասկանա, որ ինքը դեռ քեզ պատրաստ չէր պատկերացնենք, բայց թե ինչու դու իրեն հանդիպեցիր եւ որտեղ է դա իրեն արդեն ուղղորդելու, ամեն մեկը իր ներսում կհասկանա միանշանակ։ Արփին, դու նաեւ մայր ես։ Ես ուզում եմ մի փոքր խոսենք քո գեղեցկուհիների մասին։ Օրինակ, լինում է, որ դու ստեղծագործես, կերպարների հետ կապված գան, խոսես, կիսվեք, ինչ որ հետաքրքիր կերպարի բնավորության գիծ ասի քո աղջիկը քեզ, կամ չգիտեմ, ինչ որ հատված ընթերցի ասի, մամ, գիտես, ես ինչ հատվածը սենց, ոնց հետաքրքիր դեպքեր լինում են, օգնում են քեզ իրենք քո ստեղծագործական ընթացքի մեջ։ Քանի որ իմ գրքերին հասանելիություն իրենք չունեն, որովհետև իմ վեպերը իրենց տարիքային եւ ընկալման մակարդակում չեն գտնվում։ Իմ առաջին գիրքը հետը որը գեղարվեստական ժանրի չէ եւ մինչեւ օրս շատ սիրված է ընթերցողների կողմից, բայց ես իրեն միշտ համարում եմ իմ առաջին օրագրային տպավորությունները, որ ես կիսել եմ իմ գիտելիքները, այնտեղ չկան հերոսներ, այնտեղ պարզապես գիտելիք է եւ դա օրինակ իմ մեծ աղջիկը կարդացել է եւ մենք քննարկել ենք։ Բայց ինչպես բոլորն են ակնկալում եւ ես պետք է հիասթափեցնեմ, իմ աղջիկը
աղջիկները ընդհանրապես հետաքրքրություն չունեն գրքերի հանդեպ եւ ոչ էլ իմ գրքերի Շատ հանդեպ։ անկեղծ է այսօր Արփինե։ Ընդհանրապես ես միշտ եմ շատ անկեղծ։ Ընդհանրապես ոչ մի հետաքրքրություն չունեն դեռևս գրականության հանդեպ։ Իմ աղջիկը հաճախ է մեծ աղջիկս, քանի որ ինքը ինձնից խելացի է, հաճախ է ինձ հարցնում, թե երբ կկարողանա իմ գրքերը կարդալ, հատկապես այն վեպը, որի վրա գրված է 21+։ Ու ես իրեն բացատրում եմ, որ առնվազն 16 տարեկանից եւ եթե ինքը կցանկանա իհարկե կկարդա։ Բայց որպես այդպիսին քննարկումներ իմ գրքի հետ կապված հերոսների, որևէ սցենարային ինչ-որ բանի կամ որ ինձ օգնեն այդ հարցում, նման մարդիկ գոյություն չունեն։ Միակ մարդը իմ խմբագիրն է, որի հետ ես կարող եմ ինչ-որ բանը փոփոխելու համար, միտքը կամ ինչ-որ մի հատվածը քննարկում ունենալ, այլ մարդ դրան հասանելիություն չունի եւ եթե հնարավոր լիներ, որ ինձ անհրաժեշտ չլիներ խմբագիր, նույնիսկ իմ խմբագիրը այդ մարդը չէր լինի, որովհետեւ դա իմ այն աշխարհն է, որտեղ բացառապես ունեմ մուտք ես, ընդ որում այն ես, որին ոչ մեկ չի ճանաչում։ Հենց այդ եսի մասին եմ այսօր ուզում նաև խոսել։ Տարանջատում ես Արփինե այգից ինքդ քեզ գրքերի մտքեր գրելուց, շատ ես վիճում ինքդ քեզ հետ Արփինեն եւ այգը, հա, այսպես ասած, եւ ինչ է լինում, ոնց եք դուք լեզու գտնում, թե ինչպես պետք է զարգանա օրինակ դեպքերի հաջորդականությունը։ Ուրեմն, եթե այդ հարցին պատասխանեմ իմ նոր վեպի պրիզմայից, վեճերը ահավոր շատ են եղել, որովհետև նախ սա իմ առաջին փորձն էր գրելու երրորդ դեմքով, ես միշտ գրում եմ առաջին դեմքով։ Սա երրորդ դեմքով գրելու իմ առաջին փորձն էր եւ իմ հերոսուհին բացարձակ ինձ չէր ենթարկվում։ Իսկ ես ցավոք սրտի այդ ենթարկացնելու եւ կոնտրոլ անելու սովորությունը ունեմ նախ եւ առաջ ինձ, բայց հետո երբ որ ես հասկացա, որ երրորդ դեմքով վեբ գրելու իմաստը հենց ազատություն տալն է հերոսներին, թողեցի, որ ինքը ինչ ուզում է, ինքը ինձ հետ անի։ Եվ պատկերացնենք իմ հերոսուհին պատճառ դարձավ, ինքը որոշել էր, որ ռոք պետք է լսի, իսկ ես ինքս ռոք չեմ լսում, ու երբ որ որոշեց, որ պետք է ռոք լսի, ես սկսեցի ուսումնասիրել ռոքը եւ հասկանալ, թե օրինակ այդ հերոսուհին կոնկրետ ինչի է ուզում ռոք լսել կամ իր որ հոգեվիճակին է դա համապատասխանում։ Ու քանի որ ես միշտ դեմ եմ եղել, որ գրքի մեջ լինի խոսակցական բառապաշար, այերով գրված բառապաշար, բայց արի ու տես, որ իմ հերոսները որոշեցին, որ այս գրքի մեջ իրենք այդպես են խոսելու, ոչ թե փողոցային բառապաշարով, այլ պարզապես այո, որպես հեղինակ իմ խոսքը բնականաբար բացարձակ գրական է, բայց իմ հերոսների շփումը եւ երկխոսությունները առօրյա խոսակցական են, իհարկե ոչ մի ցենզուրայից դուրս արտահայտություններ ես չեմ ընդունում գրքերի մեջ եւ ինքս իմ գրքերի մեջ թույլ չեմ տալիս, անկախ նրանից, որ թույլ տվողների հանդեպ քննադատություն որպես այդպեսին չունեմ, եւ այս գիրքը ինձ սովորեցրեց, որ միշտ չէ, որ պետք է ունենալ այդ կոնտրոլը, հա։ Ու ոչ միայն գիրք գրելիս, այլ կյանքում էլ երբեմն պետք է բաց թողնել, որ վստահել կյանքին, որ կյանքը իր պլանները քեզ հետ ավելի անցավ իրականացնի, որովհետև միևնույն է իրականացնելու է ու եթե ընդդիմանաս ցավով են իրականացնելու։ Իսկ մյուս գրքերս, որոնք ես գրել եմ առաջին դեմքով, այդտեղ բնականաբար եղել է շատ սահմանափակված զգացողություններ, որ առաջին դեմքով ես գրում, բնականաբար դա ավելի սուր է, հա, քո ներսով անցնում վերարտադրությունը ու հատկապես այն ամենի վերարտադրությունը, որը քեզ հետ գուցե տեղի չի ունեցել, քեզ հետ ընդհանրապես կապ չունի, դու ավելի պատասխանատվությամբ եւ զգուշավոր ես դա վերարտադրում։ Անկախ նրանից, որ ես ընդհանրապես դեմ չեմ, որ իմ գրքում գրված ցանկացած իրադարձություն, ցանկացած միտք գրվի հենց այն անձին, որովհետև ամեն դեպքում, եթե դու գիրք ես ստեղծում այդ գրքի մեջ, դու չես կարող չլինել։ Հետո ինչ որ այդ գրքում տեղի ունեցած դեպքերը պատկերացնենք բոլորը չէ, որ քեզ հետ են տեղի ունեցել։ Ճիշտ է։ Հասանք քո նոր գրքին, Այդուր առանց ապրելու։ Դու պատմում ես, որ տարուց ավել փնտրտուքներից հետո շապիկը գտել ես, ինքդ լուսանկարել ես։ Կոչվում է Այդուր առանց ապրելու։ Գրքին ուզում եմ հարցնել, հետաքրքիր եւ սուր վերնագիր, ինչպես ծնվեց, հա, քո վերնագիրը եւ արդյոք այս գիրքը քո ցավից ես ոգեշնչվում, որ այս գիրքը այսպես գրել ես, որովհետեւ անընդհատ տպավորություն է, որ քո գրքերը ստեղծվում են ավելի շատ ցավից, դու ոգեշնչվում ես ցավից։ Ես ցավից չեմ ոգեշնչվում եւ երբեւե նպատակ չունեմ, որ իմ կյանքում հստակ ցավ
հա, ձգեմ ինձ, որ ես դրանից վերարտադրեմ եւ ստեղծեմ գրականություն։ Առհասարակ ես մարդ եմ, ով միանշանակ ունի համոզմունք, որ ինքը ապրում է երջանիկ լինելու համար։ Եվ ամենայն դեպս իմ անձնական երջանկությունը ես չեմ կապում ոչ դեպքերի, ոչ դեմքերի հետ։ Իմ անձնական երջանկությունը իմ ներսում է եւ այն անխախտ է շատ վաղուց։ Բայց այս գիրքը, այո, իմ անձնական ցավի, կորուստի վերարտադրությունից է սկսվել, ոչ թե ամբողջովին այն է, հա։ Դեպքը իսկապես տեղի է ունեցել, որի վերարտադրման պատճառը դարձել է գրքի սկիզբը եւ գրքի ոչ թե թեման, այլ պարզապես դեպքերի սկիզբը, որովհետեւ արդեն ինձ հարցնում են այդ դեպքն է, հա, գիրքը դրա մասին է, ոչ, դրա մասին չէ, պարզապես այդ դեպքով է սկսվում գիրքը, եւ իհարկե այն ամենը, ինչ որ այստեղ վերարտադրված է, սա առաջին գիրքն է, որ իմ ընթերցողները հատկապես, որոնք ինձ հետևում են տարիներ շարունակ եւ իմ բոլոր գրքերին ծանոթ են ու ինձ մի փոքր ճանաչում են, այսինքն իմ այն մասը, որը ես թույլ եմ տվել, հա, մարդիկ ճանաչեն, այս գրքում շատ են գտնելու եւ ես չեմ թաքցնի, որ այստեղ դեպքերի մեծ մասի ականատեսը թե ես եմ եւ թե դեպքերը տեղի են ունեցել ինձ հետ։ Նույնիսկ եթե այդպես նայենք, որ ես գաղտնիքներ եմ այսօր բացահայտում, ինձ հետ տեղի ունեցած շատ աղմկահարույց դեպքերից մեկը 2021 թվականին, որը բոլորին հայտնի է, որի մասին ես հիմա չեմ պատրաստվում խոսել, բայց նույնպես ներառված է գրքում։ Այսինքն այնպես ստացվեց, որ իմ գրքի հերոսուհին մի ընթացքից որոշեց, որ ինքը լինելու է գրող, եւ քանի որ ես ինքս անցնում եմ այդ ճանապարհը արդեն 6 տարի, ես որոշեցի, որ հենց իմ ճանապարհի փորձառությունը կներառեմ հենց իմ վեպի մեջ եւ ինչու ոչ, չէ՞ որ բազմաթիվ մարդիկ, որոնք նոր են սկսում իրենց ճանապարհը ստեղծագործելու, իրենց անփորձությունը, իրենց չինֆորմացված լինելը կարող է աշխատել իրենց դեմ, ինչպես աշխատել է իմ դեմ եւ ես սիրով փոխանցել եմ իմ փորձառությունը նույնիսկ այդ առումով ու պատմել եմ այն դեպքերը, որոնք ինձ հետ շատ ճակատագրական են վարվել իմ մտածողության, իմ աշխարհայացքի փոփոխության եւ այլն։ Ու հետաքրքիրը այն է, որ միշտ դրան զուգահեռ իմ գրքում ծնվում են հերոսներ ու իրադարձություններ, որոնք նույնիսկ հնարավոր է երբևիցե ես չեմ տեսել, որ տեղի ունենա, դա անցնում է իմ մտքով, ու այնպիսի կերպարներ են ստեղծվում, որոնք ինձ դառնում են այնքան հարազատ, որ ես մտածում եմ, որ իսկապես ես այդ մարդկանց ճանաչել եմ, որ իսկապես այդ դեպքերը տեղի են ունեցել ու դա այնքան sense իմ արյան մեջ է լինում, որ հետո երբ գիրքը վերջացնում, ասում եմ, ինչի դա իմ մտքով անցավ կամ ինչի տվյալ հերոսը ծնվեց։ Պատկերացնենք այս գրքում երրորդ մասում հայտնվում է մի հերոս, նորից տղամարդ, որի հայտնվելը ես մինչև օրս չեմ հասկացել, ինչու նա գրքում հայտնվեց, հա։ Կամ առհասարակ այս գրքի վերջաբանը, որը էլի եմ ասում, շատ ծայրահեղ մեծ ցավով է ծնվել ընդհանրապես ինչպես ամբողջ գիրքը, բայց վերջաբանը, այսինքն ամբողջ ամառ անցած տարի ես ինձ գիրքը գրած վերջացրած ու անverջ իմ գլխի մեջ է ես տառապում եմ, տանջվում եմ, թե երբ պետք է վերջաբանը ծնվի եւ վերջաբանը դուք չես կարող պատկերացնել ցնցողը այն է, որ վերջին նախադասությունն է վերջաբանը այս գրքի եւ ամբողջ sense գիրքը, ամբողջ տեղի ունեցածը շուռ է տալիս թե ընթերցողի գլխին, թե հեղինակի։ Ու արդեն ինտրիգան ինձ ուտում է ներսից, ես ուզում եմ հաղորդումից հետո վերցնել գիրքը եւ անպայման մի անգամ չկարդաս։ Չէ, այդպես հետաքրքիր չի լինի։ Ու քանի որ միակ մարդը դեռևս իմ խմբագիրն է, որ կարդացել է բացի ինձնից գիրքը, մենք երկուսս էլ շատ տպավորված ենք վերջաբանով։ Եվ իսկապես այն 2 շաբաթ ինձ սքի մեջ է պահել այդ վերջաբանը։ Ինձ թվացել էր, որ ինձ համար ամենածանրը լինելու է ամբողջ գիրքը, որ ես ստեղծեցի, վերարտադրեցի, որովհետև թե դա ինչ գնով է եղել, իսկապես վերարտադրել հնարավոր չէ։ Բնականաբար ընթերցողը կզգա այն ամբողջ էմոցիոնալ, անկեղծ, ազնիվ vibe-ը, որ ունի գիրքը, բայց ամբողջ ապրումներս բնականաբար հայտնի են միայն ինձ, դա անցել է իմ միջով, զգացել է իմ սիրտը, բայց նորից եմ ասում, որ ամենածանրը ինձ համար այս գրքում վերջին նախադասությունն է։ Վերջաբանի վերջին նախադասություն։ Ես անպայման կուսումնասիրեմ։ Այ դու խոսեցիր քո կերպարներից, հետաքրքիր է, կա այնպիսի կերպար, որն իրական կյանքում ինքդ չես համարձակվի լինել։ Ոչ։
Ես ասեմ Բոլորը քամի ավելին, մասնիկն են։ միանշանակ։ Ընդհանրապես համարձակվելու խնդիր ես չունեմ, լինելու այն ինչ որ ես ուզում եմ, ոչ թե ինչ որ պետք է ուրիշներին կամ ինչ որ ակնկալում են ինձնից, այլ ինչ որ ես ուզում եմ եւ համարում եմ ճիշտ, ասեմ ավելին, եթե նույնիսկ 1 տարի հետո ես հիշելու եմ դա եւ զզվելու աստիճան նյարդայնանամ ինքս ինձնից, ես սովորել եմ, որ ես կարող եմ եւ ես ուզում եմ այդ պահին լինել այդպեսին եւ լինում եմ։ Ու ընդհանրապես իմ ընթերցողների ամենասիրելին իմ կին կերպարներից օգներ ինձ մեռնել գրքի հերոսուհի Դոննեն է։ Դոննը նշանակում է կանայք, հա, թարգմանաբար իտալերենից, եւ ես այդ կերպարով ստեղծել եմ այն կնոջ կերպարը, որը ինքս եմ նախ դարձել, եւ դա նորից եմ ասում այն կինն է, որ կյանքի ցանկացած ընտրության առաջ կանգնելիս ընտրում է իրեն։ Այսինքն օգնել է նա մեռնել, հա, ինձ եւ ընդհանրապես բոլոր մարդկանց, ովքեր կարդացել են, բոլոր աղջիկներին, ովքեր կարդացել են այդ գիրքը, նա անպայմանորեն օգնել է մեռնել իրենց ներսում այն հատվածին, որը որևէ պահի, որևէ մեկի պատճառով կամ իրադարձության մեջ ինքն իրեն չի ընտրում։ Եվ կարծում եմ, որ չի լինի մարդ, կին, աղջիկ, որ կկարդա այդ գիրքը եւ դրանից հետո կկանգնի հանկարծակի փաստի առաջ, որ ինքը իր փոխարեն ընտրելու է ինչ որ ուրիշ մեկին, եթե հատկապես այդ ուրիշ մեկը ունի տղամարդու սեռ։ Օ, Չի լինելու նման բան։ Ոյ, այս հարցը ֆեմինիստ է։ Շատ են քեզ տալիս այս հարցը։ Մի հատ Ինձ ոչ թե հարց են տալիս ֆեմինիստ ես, ասում եմ ֆեմինիստ ես, ոնց դու ասացիր, առանց հարցականի։ Ուրեմն, եթե կարճ պատասխանեմ, ոչ։ Բայց կուզեմ ասեմ ինչու, որովհետև ես ունեմ շատ համակրանք եմ տածում շատ ֆեմինիստ կանանց հանդեպ Հայաստանում կան, օրինակ Զառան, ես իրան շատ սիրում եմ։ Ու եթե ինքը լսի, որ ես ասում եմ ես ֆեմինիստ չեմ, ինքը sense մեկ է կարող վիդեո չէ նկարի։ Հələ ես ինչի ասում, որ ինքը ֆեմինիստ չի։ Ես ունեմ հստակ բացատրություն, ես ինչի ֆեմինիստ չեմ։ Ֆեմինիզմի մասին նախ այս գրքում եւս անդրադարձել եմ շատ հետաքրքիր ձևով, բայց ես ինչու ֆեմինիստ չեմ։ Ֆեմինիզմը ենթադրում է իրանից իրավունքների հավասարություն, իրավացի եմ։ Այո։ Ինձ համար նման բան գոյություն չունի։ Իրավունքների իրավահավասարություն կնոջ եւ տղամարդու միջև չի կարող լինել այն պատճառով, որ ոչ մի տղամարդ չունի այն իրավունքները, որ ունի կինը։ Այս աշխարհի վրա, որովհետեւ անկախ նրանից, որ ընդունված է, որ իրենք արտոնյալ են, իծնե, դա այդ ներշնչանքը իրենց մոտ կա, չէ, բայց ես պետք է հիասթափեցնեմ։ Առանց կնոջ ու ընդհանրապես կնոջ դերի այս աշխարհը չի կարող գոյություն ունենալ, հետեւաբար ինձ համար չի կարող իրավահավասարություն լինել այդ սեռերի միջև, մենք առավել ենք։ Ես սա չեմ ասում վատ մտքով կամ չեմ պատկերացնենք հակառակ սեռի հանդեպ ատելություն, հա, արտահայտում։ Չէ, դե հաշվի առնենք, որ բոլոր տղամարդկանց լույս աշխարհ է բերում կինը, դաստիարակում է կինը։ Նկատի ունեմ, թե ինչու ինձ համար այդ իրավահավասարությունը գոյություն չունի։ Միանշանակ մեր իրավունքները, մեր ֆունկցիան անհամեմատ եւ անփոխարինելի տարբեր է տղամարդկանցից, հենց այդ պատճառով ես ֆեմինիստ չեմ։ Լավ, քանի մեզ չեն սպանել այս թեմայի համար, Արփին, վերջին հարցս, ո՞րն է ավելի դժվար, ճշմարտություն գրելը, թե ճշմարտությունը թաքցնելը գրականության մեջ։ Ճշմարտությունը ոչ գրում են, ոչ թաքցնում են, ոչ ասում են, հա, որովհետև ճշմարտությունը մի բան է, որ ցանկացած մարդ ինքը պետք է գտնի։ Այսինքն, եթե դու ունենաս այդ միտքը, որ ճշմարտություն թաքցրիր, ճշմարտություն ասիր եւ այլն, դա մի փոքր թյուր ընկալում է ցանկացած մարդու կողմից։ Դու ունես քո սեփական ворթեգրած ճիշտերը, հա, որովհետև որ ընդունված է, որ ճշմարտությունը մեկն է, ես դա չեմ ընդունում, որովհետև միևնույն է, ամեն մարդ իր կյանքի ճանապարհին դա որ պահին է կիսատ մնա, ինքը ճշմարտությունը գտած չի լինելու ու դրան հասած չի լինելու ինչքան էլ որ վստահ լինի որ հասել էր կամ հասկացել էր եւ այլն բայց դա միակ բանն է որ ոչ մեկից ոչ պետք է թաքցնել հենց այն պատճառով որ ասել պետք չէ դա միայն ու միայն մոտենում է այն մարդուն ով իսկապես փնտրում է ու էլի հարց է դա կգտնվի մարդու կողմից թե չէ ու ցանկացածը նախընտրում է իր ընկալած ճշմարտությունների աշխարհում, որտեղ իր կոմֆորտն է հա ստեղծում, եթե նույնիսկ դա վատ է, այսինքն կոմֆորտը միայն լավի մասին չէ, մարդ կարող է ունենալ իր ճշմարտությունները, որոնք միայն ցավ ու տառապանքից են բաղկացած, բայց ինքը դրա մեջ իրեն կոմֆորտ է զգում։ Եվ դա շատ անհատական է, այսինքն դու չպետք է քեզ երևակայես այն մակարդակի վրա, որ
ես ճշմարտություն թաքցրի կամ մատուցեցի իմ գրականության մեջ։ Արփինե ջան, քեզ անverջ կարելի է լսել եւ քո հետ անverջ կարելի է խոսել գրականությունից եւ ոչ միայն, նաեւ կյանքից։ Շատ շնորհակալ եմ այսքան անկեղծ, այսքան ազատ եւ այսքան խորիմաստ զրույցի համար։ Հաջողություն եմ մաղթում նոր գրքիդ հետ։ Կհանդիպենք։ Շնորհակալ եմ։ Դե ինչ, սիրելի հետևորդներ, սիրեք գրականությունը, ճանաչեք արտի գրողներին, գնահատեք եւ ինչպես Արփինե Այգն է ասում, ծնվեք երջանիկ ապրելու համար։ Կհանդիպենք։